Artnatsir Հայաստան Աստծո հոգին քեզ հետ է բարի լույս բոլոր նրանց ովքեր աղոթում են մեզ հետ այսօր թող Աստված արատապես օրհնի ձեզ ձեր ընտանիքը Հիսուսի անունով այսօր ապրիլի 28-ն է եւ մենք կսկսենք մեր օրը լավ Աստծուն աղոթելով մենք հիմա աղոթենք եւ խնդրենք, որ Աստված առաջնորդի մեզ այս օրը։ Ես հավատում եմ, որ նա մեզ կօրհնի։ Ամեն։ Հավատում եք Փառք Աստծուն։ Եկեք աղոթենք։ Սա աղոթքի պահն է, եկեք դիմենք մեր Տիրոջը։ Մեր Աստված եւ մեր Հայր Տեր Հիսուսի անունով մենք դիմում ենք քեզ այս աղոթքով եւ վստահ ենք որ դու մեզ լսում ես մեր Աստված նոր օրը սկսվում է եւ ուզում ենք շնորհակալություն հայտնել քեզ մեր կյանքի համար առողջության համար մեր ընտանիքի համար եւ այն ամենի համար ինչ դու անում ես մեզ համար շնորհակալություն քեզ մենք խնդրում ենք մեր Տեր առաջնորդիր մեզ այս օրը որպեսզի ամեն ինչում կարողանանք կատարել քո կամքը գոհացնել քեզ մեր գործերով եւ քայլել հավատով Դու գիտես մեր Աստված հանդիներ որոնք մենք պետք է այսօր լուծենք եւ մենք խնդրում ենք օգնիր մեզ այսօրվա մեր բոլոր ծրագրերը մենք հանձնում ենք քեզ մենք չենք վահենա մենք կհավատանք որ քո առաջնորդությամբ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի մենք խնդրում ենք պաշտպանիր մեզ մեր ընտանիքը մեր ընկերներին ամեն տեսակ չարից մենք հավատով հռչակում ենք որ այս օրը մեզ համար օրհնված կլինի մեր Աստված մենք միավորում ենք մեր հավատը եւ հիմա աղոթում ենք Հայաստանի համար օրհնիր մեր երկիրը մեր Աստված բժշկիր մեր երկիրը մենք աղոթում ենք մեր երկրի համար մարդկանց համար ովքեր ապրում են Հայաստանում օրհնիր մեր երկիրը պաշտպանիր Հայաստանը մենք օրհնում ենք Հայաստանը Հիսուս Քրիստոսի անունով Սիրելի ընկերներ, աղոթեք ինձ հետ հիմա Հայր մեր, որ երգանքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երգանքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաներին, և մեզ փորձության մի տանիր, հապաճարից մեզ ազատիր, որովհետև քոն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։ Փառք Աստծուն, ամեն, ես հավատում եմ, որ Աստված լսեց մեր աղոթքը և նա արդեն օրհնում է մեզ, ամեն, Փառք Աստծուն, ես հիմա պողանցեմ ձեզ խոսք այսօրվա համար, Աստվածաշունչում գրված է, որ Հիսուսը ասաց, ճշմարիտ եմ ասում ձեզ,
թե ով որ Աստծո թագավորությունը փոքրիկ երեխայի պես չընդունի, երբեք չի մտնի այնտեղ։ Սիրելի ընկերներ, Տեր Հիսուսը դա ասաց բոլոր նրանց, ովքեր ուզում են մտնել Աստծո թագավորությունը։ Պետք է ընդունել Աստծո թագավորությունը, Հիսուսը ասաց, փոքրիկ երեխայի պես։ Ինչու՞։ Ինչու՞։ Երբ սիրելի ընկերներ, երբ մարդը այդպես է ընդունում Աստծո թագավորությունը, այսինքն բաց սրտով է մտնում այնտեղ, նա սկսում է ապրել, սիրելի ընկերներ, Աստծո հետ։ Այո, դուք գիտեք, որ երեխան վստահում են, վստահում է, մենք գիտենք, որ երբ Հիսուսը դա ասաց, նա սովորեցրեց մեզ, որ մենք պետք է ընդունենք Աստծո թագավորությունը ամբողջ սրտով, ամբողջ հոգով։ Երբ մենք դա անում ենք, մենք կարող ենք մտնել, դա նշանակում է վստահել Աստծուն, ապրել Աստծո հոսքով, վստահել, որ Աստված գիտի, թե ինչ լավ է մեզ համար։ Ցավոք կան մարդիկ, ովքեր ցանկանում են մտնել Աստծո թագավորությունը, բայց սիրելի ընկերներ, չեն վստահում Աստծուն, չեն ապրում Աստծո հոսքով, չեն ապրում Աստծո հոսքով և չեն ապրում հավատով։ Եվ եթե մարդը չի ապրում Աստծո հոսքով, նա չի կարող մտնել Աստծո թագավորությունը։ Մենք պետք է ընդունենք Աստծո թագավորությունը, Հիսուս ասաց, փոքրիկ երեխայի պես։ Մտածեք դա մասին։ Եվ ես դրա մասին և ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին կօգնի ձեզ հասկանալ այս խոսքը և կատարել այս խոսքը ձեր կյանքում։ Ամեն։ Փառք Աստծուն, սա Աստծո հոսքն է մեզ համար այսօրվա համար։ Ամեն օր մենք սկսում ենք լավ Աստծուն աղոթելով, ժամը 6-ին դուք կարող եք աղոթել մեզ հետ։ Եթե այս խոսքը ձեզ օգնեց, դրեք լայք, ուղարկեք այս աղոթքը ձեր ընկերներին և գրեք այս արտահայտությունը, ես վստահում եմ իմ ամբողջ կյանքը Տիրոջը։ Ես գիտեմ, որ նա հոգ է տանում իմ մասին։ Ամեն։ Փառք Աստծուն։ Սիրելի ընկերներ, թող Աստված առատապես օրհնի ձեզ և ձեր ամբողջ ընտանիքը Հիսուսի անունով։ Ցտեսություն։ Տե դու իմ շնչառությունն ես, քեզ ցանկանում եմ ճանաչել, քեզ հետ լինել միշտ ուզում եմ ես, ուզում եմ ես, գիտեմ ես դու միշտ կողքիս ես, քո խոսքը Տեր իմ կյանքն է, քեզ մոտենալ միշտ ուզում եմ